Ինչ էր պատահել նորից կմանրամասնեք։ Պարզապես գոռացին Նիկոլ Դավաճան, սրիկաներ, ուղեկցեցին դեպի Էսկոմ, ասեցին այդքանի դեմը չենք կարող առնել։ Բայց չասեցին ինչ համար եք ձեզ ուղեկցում։ Ասեցին այդքանի դեմը չենք կարող առնել։ Փաստորեն կարողա նիկոլականները հոշոտեին ինձ էլի այսպես ասած։ Շնորհակալություն։ Միրանսլավ Դավաճան, Նիկոլ Առաքյալ, ժողովուրդ ջան, իմացեք, օրհնյալ Առաքյալ, Աստծո կողմից ուղարկված, Նիկոլ Առաքյալ, թող բոլորը իմանան, որ Նիկոլ Առաքյալը, երեք Առաքյալների տոնը այսօր է Բայց չգիտեմ, սա ուղղակի խայտառակություն է։ Դե դա իրականում հստակ կանոն է, չէ՞, մեր եկեղեցում դարերից ընդունված։ Մենք կարող ենք ասել, որ հենց այդ դարերի ընդունված ավանդույթը, հոգևոր ավանդույթը, որտեղ գնում է Նիկոլ Փաշինյանը խախտվում է։ Այո, բնականաբար, եւ այդպես լինելու է, մինչեւ չհեռացնենք սրան եւ իր ոհմակին։ Այդքան, շնորհակալ եմ։ Այսօր տեսանք պատարագի ժամանակ, որ քաղաքացիներն ովքեր հնչեցնում էին կաթողիկոսյաններ հեռացրել էին։ Դուք ևս հնչեցրել եք ինչ-որ այդպիսի։ Բնականաբար։ Չեն հեռացրել ձեզ, որ Ոչ, չեն հեռացրել, երևի չեն նկատել, այսպես ասած, որովհետև բոլորին կհեռացնեին այդ դեպքում, ինչպես ականատեսի եղանք Հովհաննիսյանի եւ մնացածների հեռացումը եկեղեցուց։ մենք ձեզ Բագրատ Սրբազանի նիստերին տեսնում ենք, նրա աջակիցներից, համակիրներից եք։ Այո, ես Սրբազան պայքարի երիտթևից եմ։ Ինչ եք որոշել հենց Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացնել։ Որովհետև պետք է բոլոր հայերը գան այստեղ, գնան այն եկեղեցիները, որտեղ գնում է այս սրբապիղծ Նիկոլ Փաշինյանը եւ հնչեցնեն վեհափառի անունը եւ բարձր պահեն վեհափառի անունը, որովհետև այսպես եթե շարունակվի, ընդհանրապես կկործանվենք։ Իսկ ինչ զգացիք, երբ որ վեհափառի անունը զեղչվեց։ Ամոթ, ուղղակի ամոթ։ Մեզ բոլորիս ամոթ, որ
սրա նմանները կարողանում են մեզ այսօրին հասցնել։ Կներկանաք ես մեկ անգամ։ Գրիգորյան Լուսինե, Սրբազան պայքարի երիթներից։ Որպես հավատավոր մարդ, դուք եք այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն արտաքին պատվեր է իրականացնում, մասնավորաբար մենք լսեցինք Փաշազադեի հայտարարությունը, որից հետո ակտիվացան եկեղեցուն ուղղված հալածանքները։ Ինչ կարծիք եք այս մասին։ Ես ունեմ միայն մի կարծիք, պետք է պարզապես հեռացնել սրան եւ իր ոհմակին։ Այդ ժամանակ կվերականգնվի եւ արդարությունը, եւ մեր երկրի ազատությունը, եւ մեր արժանապատվությունը։ Ձեզ ոստիկանները ուղղակի այս կողմ հրավիրեցին։ Այո, պարզապես այս կողմ հրավիրեցին, ինչը զարմանալի էր։ Շնորհակալություն շատ։ Հայրապետական մահվան դեպքերից։ Այո։ Ահա